Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտա հայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միութենեն դուրս գալու ծրագիր չունի, սակայն պիտի շարունակի այլընտրանքներ ձևավորելու քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռուսիո մեջ հայկական ապրանքներու արտահանման սահմանափակումներուն եւ զանոք գնահատելով որպես ամբողջ Եվրասիական տնտեսական միության խնդիր։ Վարչապետը պատասխանած է նաեւ ներքաղաքական օրագարկին վերաբերող շարք հարցերու։ Հայաստանյան ապրանքներու արտահանման սահմանափակումներ ու ռուսական շուկա Հայաստանի խնդիրը չէ, այլ Եվրասիական տնտեսական միության։ Լրագրողներու հետ ճեպազրույցի ընթացքին կարծիք հայտնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռուսո նախագահի հետ վերջին հերացայնային զրույցին։ Հաստատի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Այդուհանդերձ Հայաստանը տնտեսական այդ միութենեն դուրս գալու ծրագիր չունի, իսկ խնդիրը ըստ Փաշինյանի միայն Հայաստանի հետ առաջացած է հայտնի հանգամանքներու պատճառով, որովհետև Հայաստանը որդեգրած է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն։ Հայաստանի վարչապետին ու Ռուսիո նախագահին հուլիս 27-ի հերացայնային զրույցը երկար տևած է։ Ան եղած է Փաշինյանի նախաձեռնությամբ եւ մասնավորապես վերաբերված է երկկողմանի տնտեսական հարաբերություններու մեջ առաջացած խնդիրներուն։ Հայաստանի վարչապետը ըստ պաշտոնական հաղորդակցության ընդգծած էր, որ այդ սահմանափակումները կհագասեն Հայաստան-Ռուսիա իրավապայմանագրային շրջանագին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներուն եւ խնդրած էր միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Լրագրողներուն հետ զրույցին ընթացքին Նիկոլ Փաշինյանը ասավ. «Առնվազն քանի հարցերու շուրջ եկած են ընդհանուր ըմբռնման։ Եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանի Հանրապետությունը ամենակարևոր հարցը ունի լեգիտիմ իրավունք ինքը իր համար այլընտրանքներ ձևակերպելու, ձևավորելու եւ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտի։ Հայաստանը միշտ բոլոր հարցերում պիտի ունենա այլընտրանքներ, այլընտրանք չունենալու թարաշրջանը փակված է, հավելած է երկրի ղեկավարը։ Այլընտրանքներ ունենալու քաղաքականության օրինակությունը Ռուսիո գործընկերները կընդունին։ Խնդիրը այն է, թե երբ պետք է իրացվի այդ այլընտրանքը։ Մայիս 29-ին, ինչպես հայտնի է, Եվրասիական տնտեսական միության անդամ 4 երկրներու ղեկավարները ընդունած էին հայտարարություն Եվրոպական միության անդամակրվելու հարցով Հայաստանի մեջ հանրաքվե կազմակերպելու վերաբերյալ։ Փաշինյանը նաև Ռուսո նախագահի հերացայնային զրույցին ընթացքին ասած է. հանրաքվե իրականացնելու համար պետք է ադոր առարգանել լա, որ այժմ գոյություն չունի։ Այդ հանրաքվեն անցկացնելուց առաջ մենք առնվազն պետք է դիմաց լինենք Եվրամիությանը անդամագրվելու հարցով։ Ռուսո նախագահը Հայաստանի վարչապետը դակավին չէ շնորհավորած խորհրդարանի ընտրություններու հաղթանակին առիթով։ Փաշինյանը ասած է հերացայնային զրույցին ընթացքին շնորհավորանք չէ եղած, թե ինչու այդ հարցման վարչապետին պատասխանը կարճ էր, բայց նաև ակնարկով, որ Պուտինը ամենայն թեպս կընդունի, թե ով է Հայաստանի վարչապետը։ Շնորհավորել է ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրություններում։ Իսկ ինչ է կարծում, ինչու չի շնորհավորել։ Կարևոր է չի շնորհավորել։ Ձեզ համար կարևոր է, պարոն Փաշինյան, կարևոր է ձեզ համար ինչ շնորհավորել։ Գիտեք ինչ, եթե այդտեղ հարցկային կում հետ էր խոսում։ Ձեզ այդ զրույցում ասում եք ձեզ շնորհավորել եք, թե չէ։ Չի շնորհավորել, բայց ինքն հետ էր խոսում։ Լրագրողները վարչապետին հարցուցին նաև Ափովյանի մեջ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներու կամ անոնց ընտանիքի անդամներու մասնակցությամբ ԱՄԳ-հարույց պատմության մասին նշելով, որ խնդրին վերաբերյալ նախորդ հրապարակումներում Փաշինյանը լուրջ չէ վերաբերած։ Ցանկացած դեպք եւ նախկինում նշված եւ չնշված եւ հայտնի եւ որ կարող է հայտնի լինել, պետք է իրավական արձագանք ստանա։ Երբեք որևէ մեկը չի ասել, որ իրավական արձագանք պետքա չլինի, եւ ես չեմ հիշում, որ որևէ մեկը ձեր ասած դեպքով նշած լինի, որ ինչ-որ մեկին պետքա ծեծի ենթարկի։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը Ավետ Կոնջորյանը օրեր առաջ ծեծի ենթարկված է։ Ծեծին համար մեղադրվողներ են Նայիրի Հակոբյանը, Ափովյանի ավականիի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ է։ Անոր ընտանիքը Ավետ Կոնջորյանը կմեղադրե հայոյանքներու համար։ Փաշինյանը տեղի ունեցածը մասնավոր համարեց։ Մասնավորանցը խնդիր ունեցած է իրավապանական անձի հետ եւ պատասխանը պետք է լա իրավական գործընթացը, իսկ միջադեպի մասնակիցները պետք է հերացվին կուսակցութեն թե ոչ, բարձ պիտի լա իրավական գործընթացներ են յետք։ Հիմա նման քննարկում չկա։ Գիտեք ինչ,
Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում։ Հայկ Կոնջորյանը նորընտիր ազգային ժողովի մեջ փոխնախագահի տեխնացու է։ Անոր տեխնացությունը վերանայելու հարց նույնպես չի քննարկվիր, քանի թե մասնակցության մասին վկայություն չկա։ Յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար եւ եթե այս պայդրությամբ չկա որևէ ինֆորմացիա, որ Հայկ Կոնջորյանը Կաթողիկոսին հրավեր ուղարկված է նորընտիր ազգային ժողովի անդրանիկ նիստին մասնակցելու վերաբերյալ։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը գնահատես է, որ առաջին նստաշրջանի բացման նարդիվ ողջույնի ելույթի իրավունք ունին հանրապետության նախագահը եւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Ում նկատում եք կաթողիկոս ասելով։ Ես այդպիսի կաթողիկոս չեմ։ Բայց տեղյակ եք ով է լինելու։ Ոչ տեղյակ չեմ։ Անձնակազմային սպասվող փոփոխություններուն վերաբերյալը լսած է վարչապետի աշխատակազմը պիտի ղեկավարե Լիլիթ Մագունցը, փոխարինելով Արայիկ Հարությունյանին։ Ներքին գործոց նախարարուհի Արփինե Սարգսյանը պիտի վերանշանակվի։ Պաշտոնավարումը պիտի շարունակե նաև պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյանը։ Փաշինյանը այս արդիվ հիշեց մայիս 28-ին տեղի ունեցած սորահանթեսը։ Լրագրողներու դիտարկման թե ոչ մարտական պայմաններու մեջ կշարունակվին զոհեր արձանագրվել, Եգրին ղեկավարը արձագանքեց, որ այդ խնդրին արմատները խոր են եւ լուծում կտեսնի հանրության ընկերային հոգեբանական փոփոխության մեջ։ Փանագի մեջ տեղի ունեցող երևույթներում մեծ մասը Փաշինյանի քննադատմամբ գծակի ոչ թե փանագին հետ կապված խնդիրներ են։ Եվրասիական տնտեսական միության մեջ Հայաստանի մնալ չմնալու հարցը ըստ փորձագետներու արհեստական օրագարքի անոնք նշած են, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ չէ ներկայացուցած եւ Եվրասիական միութենեն դուրս գալու գործընթաց չէ սկսած։ Փորձագետները անդրադարձած են նաեւ Ռուսիո մեջ հայկական ապրանքներու արտահանման սահմանափակումներուն ու ադոնց հնարավոր ազդեցության։ Եվրասիական տնտեսական միության մեջ Հայաստանի մնալ չմնալու հարցը հանրակրվեի տնելու խնդիրը փորձագետներու բնդմամբ արհեստական օրագարք է, որ առաջ կմղե Մոսկվան։ Հայաստանը պաշտոնական որևէ քայլ չի արած միութենեն դուրս գալու ուղղությամբ, չներկայացուցած նաև Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական թիմում։ Ինչպես որ հայկական կողմի մեկնաբանությունում մենք տեսանք, նման Հայաստանի Եվրամիության անդամակցության հանրաքվեի հարց կարող է առաջանալ միայն այն ժամանակ, երբ որ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիության անդամակցության համար եւ երբ որ իրատեսական հեռանկար լինի, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ պետություն։ Նման բան այսօր չկա, ոչ Հայաստանն է պաշտոնապես դիմել, ոչ էլ իրատեսական հեռանկար կա, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ պետություն առաջիկա, նույնիսկ ես չգիտեմ, տարիներ չասենք, հա, կարող է նույնիսկ առաջիկա տասնամյակներին։ Հետևաբար այս հարցը, որ ռուսական կողմը անընդհատ բարձրացնում է, շատ արհեստական հարց է։ Վերլուծապանը չի բացառել, որ նման հայտարարություններով Մոսկվան կփորձե Երևանին փոխանցել իր թշկողությունը Եվրոպական միության հետ հարաբերություններու խորացման կապակցությամբ, սակայն նաև կենթադրե, որ ադոք կրնան օգտագործվել որպես ճնշման գործիք երկկողմանի տարբեր հարցերու մեջ զիջումներ ստանալու նպատակով։ Այնտեղ կարող է լինել ատոմականի հետ կապված հարցեր կան, երկաթուղու հետ կապված հարցեր կան, նույն բանի հարցը կա Հայաստանում քրեա օլիգարխիկ ռեժիմի եւ ընտրակաշառք բաժանողներին պատժելու հարցը կա, որոնք որ իրենց մարտիկ են։ Զուգահեռ Ռուսիան կշարունակե տնտեսական մահագը օգտագործել Հայաստանեն արտահանվող հերթական ապրանքներու սահմանափակումներով։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինի հետ հերացայնային զրույցին ընթացքին ընդգծած էր, որ Հայաստանյան ցակման ապրանքներու ռուսական շուկա արտահանման սահմանափակումները կհագասեն Հայաստան-Ռուսիա իրավապայմանագրային շրջանագին ու Եվրասիական տնտեսական միության ղեկավարումներուն։ Հայաստանի եւ Ռուսիո միջև 1997 թվականին ստորագրված բարեկամության համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը գնահատես է, որ երկու պետությունները իրենց հարաբերությունները գառուցեն հավասարության, փոխադարձ արկանքի եւ փոխադարձ շահերը հաշվի առնելու սկզբունքով։ Բարձր պայմանավորվող կողմերը մեծ նշանակություն տալով երկու պետություններու գայուն զարգացման եւ տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործման, պիտի նպաստեն երկու պետություններում միջև տնտեսական համարկման խորացման, ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորման համար պայմաններու ստեղծման։ Կողմերը նախապես պիտի տեղեկացնեն իրար տնտեսական որոշումներու մասին, որոնք կրնան ազդել մյուս կողմի շահերուն վրա։
Պայմանագրով կողմերը բարդավորված են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու անկախությունը, կորձել իրավահավասարության եւ փոխշահավետ գործակցության սկզբունքներով։ Ուստի տնտեսական ճնշումներ ու կիրառումը առնվազն դժվար է համատեղել ստանցնած երկկողմանի բարդավորություններուն հետ, նշած են մասնակիցները։ Բայց ես չեմ կարծում, թե այդ տնտեսական պատժամիջոցները, որ Ռուսաստանը կիրառում է, լուրջ բացասական ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսության վրա, հատկապես որ եվրոպական կողմը անընդհատ պատրաստակամություն է հայտնում օգնելու Հայաստանին այդ նույն ապրանքները Եվրամիություն արտահանելու հարցով։ Այստեղ հարցը նրանում է, որ հայկական կողմը պետք է կարողանա ժամանակին էֆեկտիվ ձևով եվրոպական ստանդարտներ դնել, որպեսզի այդ եվրոպացիները, երբ որ այդ հնարավորությունը տալիս են, հայկական ապրանքները իսկապես հնարավոր լինի վաճառել Եվրամիությունում։ Ռուսաստանը, ասեմ, կոպիտ սխալ է անում, կորցնում է Հայաստանի նման երկրի բարեկամությունը, ինքը կորցնում է։ Գյուղատնտեսական մթերքների դեմ պատերազմը դա հերացման ակցիա է։ Ես չեմ ասում, մեզ վտարում է։ Մեզ չի վտարում, ինքն է հեռանում, դե ոնց ասում են բարի ճանապարհ։ Իսկ ինչ կնախադես է Եվրասիական տնտեսական միության կանոնադրությունը, պայմանագրին համաձայն միության հիմքը ազատ տնտեսական տարածքի գաղափարն է։ Պայմանագրի 3-րդ հոդվածը անդամ պետությունները կբարդավորեցնե կորձել փոխշահավետ գործակցության, իրավահավասարության եւ ազգային շահերը հաշվի առնելու սկզբունքով։ Անդամ պետությունները բարենպաստ պայմաններ կստեղծեն, որպեսզի միությունը իրականացնե իր գործառույթները եւ ծերմբահ կմնան այնպիսի միջոցներ, որոնք կրնան վտանգել միության նպատակներու իրագործումը։ Որպես Եվրասիական տնտեսական միության հիմնական նպատակ 4-րդ հոդվածը նաեւ գամբրակրել շուկայի արդյունավետ գործունեության ապահովումը։ Տնտեսական բնագավառում պատերազմ է հայտարարված, բայց ինչի համար է մեզ այդ թուղթը։ Փաստորեն թուղթ է դա։ Եվ արժի ճիշտ այնքան, ինչքան որ այդ թղթի գինն է, ըստ Բիսմարկի։ Ռուսները ասում են պայմանագիրը արժեն ճիշտ այնքան, ինչքան այդ թուղթը արժի։ Դրա բովանդակությունը կարևոր չի։ Այսինքն Ռուսաստանը հեռանում է Հայաստանից, որպես ռազմական դաշնակից հեռացել է, որպես քաղաքական դաշնակից հեռացել է, հիմա էլ որպես տնտեսական դաշնակից հեռանում է։ Արշակյանի համոզման վերջին տարիներուն զարգացումները ցույց կտան, որ Հայաստանը պետք է հետևողականորեն վերացնե տնտեսական մենաշնորհը ռազմավարական ենթակառույցներու մեջ։ Պատկերացնում եք, գազամուղները մերը չեն, երկաթուղին մերը չի, էներգետիկան մերը չի։ Իհարկե շատ վատ վիճակում է, հենց դա թելադրում է կտրուկ եւ եռանդուն քայլերով վերականգնել, տեսեք ասում են վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը պետք է ծառայի Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին։ Եվ հագարակ քաղաքական հայտարարություններուն գործող միջազգային պայմանագիրները կշարունակեն բարդավորեցնել թե Մոսկվան, թե Երևանը հարաբերությունները գառուցելու փոխշահավետ գործակցության, իրավահավասարության եւ ազատ տնտեսական գաբերու զարգացման սկզբունքներով։ Աշխարհական նիստին կորզաթիր իշխանությունը շարք որոշումներ ընդունած է տնտեսության, գյուղատնտեսության եւ ենթակառույցներու ոլորտներուն վերաբերյալ։ Քննարկված են ցկնարդյունաբերության պետական աջակցության, զբոսաշրջության ցուցանիշներու վերի ճրամբարին ծրագիրները, ինչպես նաեւ տնտեսության ընթացիկ զարգացումներուն եւ ներդրումներուն խթանման առնչվող հարցեր։ Արարատի եւ Արմավիրի մարզերով արդյունագործական ցգնապուծական 135 տնտեսություններ, որոնք կզբաղին իշխանի եւ թարափի փուզմամբ, բեղմնավորված ցգնգիթի եւ խավիարի արտադրությամբ, նաեւ ավելացված արժեքի հարկ վճարող են, գարավարութենեն պիտի ստանան աջակցություն, որ պիտի դրվի միանվագ փոխհատուցմամբ։ Առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերված ցկան կերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ի չափով, ընդ որում 1 կիլոգրամի համար հաշվարկել ենք 900 դրամ արժեքը։ Անհրաժեշտությունը այս ծրագրի պայմանավորված է ձկան եւ ձկնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում որոշակի ֆինանսական դժվարություններով, որոնք ունեն ձկնարդյունաբերողները, որովհետեւ դրանք մեղմենք Աջակցության համար գերը պետք է լա հավաստակրված համապատասխանի Եվրասիական տնտեսական միության ու Եվրոպական միության չափանիշներուն։ Վարչապետը հիշեցուց տնտեսական գաբերը բազմազանեցնելու մասին տնտեսավարողներուն արդեն տևական ժամանակ տրվող ուղերձը։ Հագարակ աջակցություններուն բազմազանեցում չի եղած։ Վարչապետին խոսքով պատճառը այն է, որ երթալ բազմազանեցման ճանապարհով կնշանակե երթալ արդյունավետությունը, արտադրողականությունը, չափանիշները բարձրացնելու ճանապարհով։ Ինձ հետաքրքիր է, օրինակ ոլորտը ինչքան հարկ է գեներացնում։
Եվ պարզեցի, որ տարեկան հարկերը ձկան արդյունաբերության 2.5-ից 3 միլիարդ դրամի շրջանակում են տարեկան։ Իսկ եթե հետահայաց նայենք, թե այս ընթացքում ինչ է տեղի ունեցել անգին մի ռեսուրսի արտեզյան ջրավազանի հետ, եւ մի կշերքի նժարին դնենք նա, մյուս նժարին դնենք նա, մի սարսափելի պատկեր կստանանք, թե ինչպես ենք մենք մեզ հյուծում, ինչպես ենք մենք մեզ սպառում։ Փաշինյանը հիշեցուց ճուրի օգտագործման փակ շրջափուլի մասին նախորդ տարվան որոշումն ու ադոր հաջորդած ցկնարդաթրողներու ցույցերը, անոնք թիմեցին դատարան, որ ալ չեղարգեց որոշումը։ Աջակցություն, բայց վարչապետը հարցեր ունի, թե ինչու դարեգան հարգային եկամուտը 2.3 միլիարդ դրամ է։ Այս ինչ տնտեսության հսկայական ճյուղա, որ երբեմն ամբողջ կառավարությունը, ամբողջ ազգային ժողովը, բոլորը, ամբողջ մամուլը, բոլորը քննարկում են, բայց իր հարկային արժեքը տարեկան 2.5 միլիարդ դրամ է։ Այս հարցերին մենք պետք է առերեսվենք, ընկերներ, կամ ստեղ ահավոր մեծ ստվեր կա, մենք այս ստվերի հետևից պետք է գնանք, կամ էլ մենք էլի ասում ենք, մենք այսօր ասում ենք աշխարհի ծովերի, օվկիանոսների եւ գետերի ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկիր մենք ձուկ ենք արտահանում։ Այս ինչ է նշանակում, չէ, լավ է, գոհ եմ, բայց պետք է սրա կշիռը հասկանանք, մենք ինչքան ջուր ենք վատնում, ինչքան ձուկ ենք արտահանում։ Սա ես ասում եմ, այս որոշման ընդունման ոչ թե հեճուկ, ասում եմ շատ լավ է, բայց մենք պետք է այս թեմաների մասին խոսանք։ Միջազգային չափանիշներով միջազգային շուկա դուրս գալու համար խմիչքը պետք է արտադրվի գաղնե դագարներու մեջ։ Ասիգա ինչ կվերապերի կոնյակ բրենդի պատմության։ Հայաստանի Հանրապետությունում մասամբ այդ խմիչքը արտադրվում է գաղնե տակառների մեջ, բայց հիմնականում արտադրվում է մետաղե տարաների մեջ, որի մեջ տեղադրված են կաղնե տախտակներ։ Եվ իմիջայլոց այդ տարաների մի զգալի մասը մեր լիզինգի ծրագրով է ձեռք բերված։ Էլ չեմ ասում այդ արտադրանքի որակի հետ կապված խնդիրները։ Ինչքանով են իրանք որակական ստանդարտներին համապատասխան։ Ընդ որում պետք չի ամբողջացնել, որովհետև կան արտադրողներ, որոնք այո, բայց կան արտադրողներ, որոնք ոչ։ Ես օրինակ իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում։ Շատ վաղուց։ Որտեվ ինձ համար ակնհայտ է, որտեղ խնդիր կա։ Որտեվ նախ պատահում է անբնական ինչ որ ձկան հետ առնչվում ես, դեռ մեծ ճարպերը սենց հոսում են վրայից, ինչ որ տարօրինակ եւ անտրամաբանական։ Ասենք սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնանք։ Եվ մենք Հայաստանի ներսում այս սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է անդրադառնանք։ Ինչքան է պետք աջակցել ձկնարդյունաբերությանը, այնքան աջակցենք, բայց պետք է համոզվենք, որ նույն կետում չենք մնում մենք։ Որովհետև այդ աջակցությունը կոնսերվացիա է, էվտանազիա է, թե այդ աջակցությունը առաջ գնալու ճանապարհ է, որ մենք համոզվենք, որ գնում ենք առաջ, ակետից շարժում ենք բկետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտին, այսպես կոչված ոչ կանոնական հողերուն, որոնք որոգման համար սովորականեն ավելի ճուր կբահանջեն։ Եթե հոն ամենեն ցածրարժեք փույսեր գաջեցվին, հարց կհարաճանա։ Ճիշտ է 1000 դրամի ճուր ծախսել ստանալ ընդամենը 1050 դրամի արտադրանք։ Ըստ Փաշինյանի այդ հողերուն վրա պետք է աջեցնել բարձրարժեք մշակափույսեր։ Այսօրվա իրավիճակը կապված ԵԱՏՄ-ի ռուսական շուկայի եւ Ռուսաստանի շուկայի հետ շատերը ճգնաժամ են համարում։ Ես համարում եմ հնարավորություն, որովհետև ել չեն կարա գան ասեն, գիտեք, լավ էլի 2018 թվից տասնյակ անգամ էլ լավ էլի բան այս արցակուրտները թող անցնեն բան սեպտեմբերին կանդրադառնանք սեպտեմբերին հազիվ տենց տացը բանն էլ նորմալ վիճակում են, եկեք ձեռ չտանք կանդրադառնանք, շատ լավ։ Դե արցակուրտները գալիս են, հետո ազգային ժողով հարց ու պատասխան մի քիչ ներվայնանալ, մոռանալ, բան անել, հոպ, գալիս է նոր տարին։ Դե լավ, դե նոր տարին տոները բան մարդիկ առևտուր են անում, կոնյակ բրենդի բան առնում են, լավ եկեք բան չանենք եւ այլն։ Ու տենց աջակցենք ինչքան պետք է։ Ու փառք Աստծո, մենք այսօր այդ հնարավորությունը ունենք, որ աջակցում ենք։ Ու կաջակցենք ինչքան պետք է։ Բայց ես կտրականապես դեմ եմ, որ մենք աջակցենք այն ուղղությամբ, որը չի տանում զարգացման։ Երկխոսության եմ ես հրավիրում։ Եկեք խոսենք,
Եկեք խոսենք, եկեք հասկանանք։ Առաջիկայում կարելի է կազմակերպել իմիջայլոց, մարդիկ գալիս են մեր մոտ, կառավարության մոտ ցույց են անում։ Մենք էլ կարանք ավելի հաճախ գնանք իրանց մոտ, ցույց չենք անի, գնանք տեսնենք ոնց են աշխատում։ Տնտեսության նյութը շարունակելով 2026-ի հունիսին, 2025-ի հունիսի համեմատությամբ տնտեսական աշխուժության ցուցանիշը աճած է 7.7%-ով։ Հունվար-հունիս ժամանակահատվածին ցուցանիշը 7.9% է։ Արդյունաբերության աճը 10, շինարարության 24, ծառայությունները 11%։ Վարչապետին խոսքով որոշակի խնդիրներ կան գյուղատնտեսության ոլորտի մեջ։ Զբոսաշրջության տեսակետից ռեկորդային ուղեծրի մեջ ենք եւ մեծ է հավանականությունը հաշվի առնելով նաեւ առաջիկայում սպասվող COP17 համաժողովը մեծ է հավանականությունը որ 2026 թվականին մեր զբոսաշրջության թվերը կլինեն բացարձակ առավելագույնը Հայաստանի պատմության մեջ։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Հայաստանի ինքնիշխան վարկանիշին վերաբերող Moody's-ի հրաբարացած որոշման։ Մեր երկրի ինքնիշխան վարկանիշի հեռանկարը վերանայված է Գայունեն ծրագանի, իսկ երկարաժամկետ ինքնիշխան վարկանիշը վերահաստատված է BA3 մագարտակին վրա։ Moody's-ը վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով։ Աշխարհքաղաքական եւ քաղաքական ռիսկերի նվազում պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ եւ ներքաղաքական կայունությամբ։ Միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներու մասով 2026-2027 թվականներուն կգնգալվի 5.5% աճ, որ պիտի պայմանավորվի ներքին բահանջի կայունությամբ, ներդրումներու աճով, ծառայություններու ոլորտի զարգացմամբ, pedagogan ծախսերու ընդարձակմամբ։ 2018 թվականից ի վեր, իհարկե բացի հասկանալու են 2020 թվականը, երբ որ մենք արձանագրում էինք տնտեսական աճերը ամեն տարվա, որոնք բավականին բարձր էին, հիմնական հարցը, որ վերլուծաբանները, երբեմն քննադատները, բայց մենք էլ մեր քննարկումներում դրում էր հետևյալը. դա այս տնտեսական աճերը ինչքանով են եւ այս ակտիվությունը ինչքանով է մեծացնում, ուժեղացնում մեր տնտեսության պոտենցիալը։ Որտեվ դա է ամենակարևորը, այսինքն եւ շատ կարևոր է, որ միջազգային հեղինակավոր վարկանիշային ընկերությունը արդեն իսկ ինքը արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժը ուժեղացել է 650 միլիոն դրամ հատկացվեցավ վեդիի ճրամփարին։ Շինարարությունը ավարտած է։ 30 միլիոն խորանարդ մետր դարողութենեն այս պահուն լեցված է 12.5 միլիոն խորանարդ մետրը։ Փորձարկված են ինչպես չրալցման, այնպես էլ չրաթափման համագարկերը։ Ասիգա նախադեсված ընթացիկ վճարումն է, զեկուցեց նախարար Խուդատյանը։ Վեդիի ճրամփարի կառուցումը վարչապետը կնահատեց որպես անկախ Հայաստանի պատմության մեջ իրականացված ամենեն խոշոր ջարդարակիդական ջրային ենթակառույցի նախագծերեն մեկը։ Այս ջրամբարը կառուցվել է բոլորովին նոր տեխնոլոգիայով, այդպիսի ամբարտակ Հայաստանի Հանրապետությունում պարզապես գոյություն չունի։ Փոխվարչապետը ներկայացուց ջրամբարի լցման ընթացքն ու կանխադեսումները, նշելով թե երբ անիկա պիտի հասնի իր ամբողջական դարողության։ Հաշվի առնելով ամռան ռոռոկման կարիքները, դադարեցրել ենք գործնական ջրամբարի հետագա լցնելը եւ այդ ջուրը օգտագործում ենք ռոռոկման նպատակով։ Եթե 2027 թվականը լինի ջրով այնպես առատ տարի, ինչպես 2026-ն է եղել, ապա մենք ակնկալում ենք, որ 2027 թվականի ավարտին ջրամբարը կհասնի դրիվ լցվածության 30 միլիոն խորանարդ մետր ծավալին։ Իրականացված է 90 միլիոն եվրոյի արժողությամբ մեծ ծրագիր կարելի է քիչ մնալ ծախսել գարույցի մասին վավերագրական ֆիլմը նկարելու համար։ Նախ հանրային հաշվետվություն պիտի լա։ Վարչապետին առաջարկներ նույնը կվերապերի նաև հյուսիս-հարավին եւ այլ խոշոր նախագծերու կառուցման։ Սա պետության շատ կարևոր կուլտուրա է, երբ որ պետությունը ինքը իր հետքը նաև թողում է, ինքը իր պատմությունը թողում է։ Մենք բովանդակություն չենք ստեղծում։ Ինչի՞ չենք կարող սահմանազատման գործընթացի մասին վավերագրական ֆիլմ նկարել։ Ինչի՞ չենք կարող բանի օգոստոսի 8-ի տարեդարձնա։ Ինչի՞ չենք կարող վավերագրական ֆիլմ նկարել։ Ինչ ա եղել, ոնց ա եղել։ Գուցե ինչի՞ սպասենք, որ արխիվներից 50 տարի հետո մենք այսօրվա չենք կարող ինչ որ բան, ինչ որ հնարավոր է անել։ Ինչի՞ չենք անում սա։ Ինչի՞ չենք անում սա։ Եվ էսա պատճառը, որ մենք զնայում ենք, մեզ թվում է, թե մենակ անցյալ ունենք իր բոլոր բարդություններով, ապագա ընդհանրապես չկա, ներկան է
Էն չի էլի։ Իսկ են աներ կան։ Ճրամպարներու հարցին անդրադառնալով փոխվարչապետը նշեց, որ մինչև դարևերջ պետք է սկսին Քասախի լիճքի եւ Ելփինի ճրամպարներու կառուցման աշխատանքները։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ ունենք համաձայնեցված եւս 2 կառույց, դրանք Արթիկի 1.5 միլիոն խորանարդ մետրանոց եւ նաեւ Գեղարքունիքի մարզում եւս 1.5 միլիոն խորանարդ մետրանոց ջրամբարներն են, որոնց նախագծման ուղղությամբ տեխնիկա-տնտեսական հիմնավորումների տեսանկյունից աշխատանքները նույնպես բավականաչափ ավարտված աստիճանի են, ուղղակի մենք որոշել ենք, որ երկփուլ իրականացման պետք է գնանք։ Եվս այս պահին մեկը կա ավարտված, որը Մաստարայի ջրամբարն է, ֆինանսավորող կազմակերպություններից մեկի հետ համաձայնեցնում է դրա իրականացման ընթացքը։ Ունենք նաև 12 ջրամբարներ, որոնց ուղղությամբ իրականացում են աշխատանքներ։ Այս դարի Վարչաֆեստ 2026 մրցույթ պարադոնը պիտի գայանա օգոստոս 21-ին 22-ին Սևանի ափին։ Հայտ ներկայացուցած են 100 խումբեր։ Մրցանակային հիմնադրամը 10 միլիոն դրամ է։ Զեկուցվող վերջին հարցենի հետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս կազմով հանդիպումը վերջինն էր։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, վարչապետի մամլոք Հարդուղար Նազելի Բաղդասարյանը, Բարձր արհեստագիտական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրաբեդյանը եւ Գոդայքի մարզպետ Ահարոն Սահակյանը աշխատանքը պիտի շարունակեն այլ ոլորտներենես։ Կառավարության նիստերի հետ լրագրողներուն հետ ջեբազույցին ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրապանած է Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումները, անդրադարձած է տնտեսության եւ ուժանյութային ոլորտին վերաբերող հարցերուն, ինչպես նաեւ խոսած է զինված ուժերուն մեջ արգա խնդիրներուն մասին։ Երբ Հայաստանի վարչապետը գխոսի այլընտրանքներու ցկդելու պատճառով Ռուսիո հետ հարաբերություններում մեջ խնդիրներ առաջանալու մասին, նկատի ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական այլընտրանքները։ Ջեբազրույցի ընթացքին բարձրապանեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչա տեղի ունեցել, ինչն է խնդրեմը։ Խնդրեմը հետեւյալի մեջ է։ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ, Հոլանդիայի հետ, Ֆրանսիայի հետ եւ այլն եւ բազմաթիվ այլ պետությունների հետ։ Իսկ նախկինում Հայաստանը ռազմավարական հարաբերություններ չուներ կամ չէր կարող ունենալ այսքան գործընկերների հետ։ Խնդրեմը այդտեղ է։ Մենք կսենք Ռուսիո հետ հարաբերությունները առանձնաշնորհյալ չեն, բայց հարաբերություններ պետք է լան, եւ ասիգա օրինական դիրքորոշում է, ավելցուցած է Փաշինյանը։ Արդյոք առիթ տված եք, որ Ռուսիո մեջ գասկածին թե քաղաքական առումով Հայաստանը լավ գործընկեր չէ։ Այս հարցման պատասխանելով վարչապետը շեշտեց, ինչու կանխավարկած այն է, որ բարդաթիր մենք ենք վատ գործընկերները։ Հայաստան 2022 թվին ինչով լավ գործընկեր չէր, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը իր ֆունկցիաները չկատարեց։ Ինչով լավը չէր Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ էր արել Հայաստանի Հանրապետությունը։ Ում էր վատություն արել Հայաստանի Հանրապետությունը։ Ինչով էր Հայաստանի Հանրապետությունը վատը, որ Ղարաբաղում ռուս խաղապահները իրենց գործառույթները չկատարեցին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի մեջախնդիրը, բայց դրանից առաջ դեպքեր են եղել։ Ինչով էր վատը Հայաստանի Հանրապետությունը։ Փաշինյանը հիշեց նաև Բելարուսիո նախագահի հայտարարությունը, որու պետք է Հայաստանը։ Նաև հարց հնչեցուց. Բելարուսիո Հայաստանը վատություն ըրաձեր։ Ինքնիշխան երկրի մասին այդպես խոսալ։ Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ումա պետք Հայաստանի Հանրապետությունը։ Օգոստոսին գայանալիք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանի ղեկավարը կպատրաստվի հարաճ քաշել մեր երկրի օրագարկին առնչվող բոլոր հարցերը։ Նաև մտադիր է այնտեղ նույնպես խոսիլ Հայաստանի մեջ ըսածի մասին։ Այն է Եվրասիական տնտեսական միությունը գատվածահար է եւ չի կործեր, եթե չկործե միության պայմանագիրը։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Ռուսիո նախագահի հետ հուլիս 27-ի հերացայինային զրույցի ընթացքին երկաթուղիի հարցին չեն անդրադարձած, բայց մեր երկրի դիրքորոշումը կմնա անփոփոխ։ Ադիգա Հայաստանի սեփականությունն է եւ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործելու այնպես, ինչպես նպատակահարմար կգտնե։ Այդ հարցը պետք է լուծվի։ Ես ուզում եմ շատ հստակ լինի։ Եվ ելի եմ ասում, հիմա շատ քննարկում են, փորձում են ինչ որ բաներ հիմնական Հայաստանի ընդդիմությունը միջայլոց բան արեք, կալուգացի օլիգարխի միջոցով, այս կթանկանա։ Հայաստանում էլ բաներ կա, որ անվճարը կարող է պարզվի, որ թանգանում է։
Կարող է բաներ կա, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան $2 միլիարդ ուզել։ Հայաստանը պիտի վերագանքնե երկաթուղիի իրեն անհրաժեշտ հատվածը։ Եթե որևէ մեկը անհամաձայնություն ունենա, կրնա թիմել իրավարարտադարան։ Իթեպ իրավարարտադարանի մասին հարցից իրեններս Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանի էլեկտրական ցանցերու նախկին սեփականատերերուն հետ կապված իրավարար վեճին եւ իրավաբահներուն հրաբարագային հաղորդում տվավ հնարավոր հանցագործության մասին։ Անուն չնշեց, բայց կենթադրվի, որ խոսքը միջազգային իրավական հարցերու Հայաստանի ներկայացուցիչի գրասենյակի նախկին ղեկավար Լիբարիտ Դրմեյանի մասին է։ Ոնց կարա պարզի, որ շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ ա եղել, հետո գնացել է։ Պետքա ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվի ունեցվածքը։ Տենակ այդ մարդը հետ ինչ էր անում, ստեղից բաներ, լրատվական ու քաղաքական դաշտին ինֆորմացիաներ էր տալիս եւ անտրամաբանական գրություններ, հատել լրագրողները տերորի մեջ, վայ, կառավարությունը արբիտրաժում պարտվելու է։ Բա ինչի՞ չեք լուսաբանում, որ ջախջախվել են արբիտրաժում։ Որովհետև բաները տրոյական ձին հանել ենք շենքից դուրս։ Հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս, թող տրոյական ձիու գործունեությունը քննեն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննելա կոռուպցիա, ես նաև պատասխան եմ պահանջում ինստիտուտներից, քննել են այդ դեպքը, թե չեն քննե։ Կառավարության դիրքորոշմանը հակասող գրություններ ա գրել այդ մարդը։ Վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ ա գրել այդ մարդը։ Պետք է արձագդիրավական գնահատականի, հետո գնացել է հայտնվել Եռագլուխ կուսակցության պոչի ցուցակի մեջ։ Այս պատահական է։ Այդ տենց պատահական, հա տենց ստացվեց։ Հետո պարզվեց Եռագլուխ կուսակցության պոչը ինչ-որ տեղերից ֆինանսավորում է ստանում։ Վարչապետի այս հայտարարութենեն գարջ ժամանակ անց գլխավոր թադախազութենեն հայտնած են, որ հայտարարության ընթացք տված են։ Փաշինյանի հայտարարության արձագանքած է նաև Դրմեյանը, մասնավորապես նշելով, թե ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մեկ աղերս ունին եւ ինք ստիպված պիտի լա զանոնք հերկելու։ Ուժեղ Հայաստան գուսակցության առաջնորդ Սամվել Ղարաբեդյանը հայտարարած է, որ իշխանությունը հերացնելու իրենց քաղտնի ծրագրին մեկ մասը դեղական ինքնագարավարման մարմիններու ընտրություններուն իշխանությունը վերցնելն է։ Ադոր զուգահեռ իբր թե բարեգործություն գնեն համայնքներուն, քյուղատնտեսական մեքենաներ գնվիրեն, 5-րդ երեխան ունեցող ընտանիքներուն բնակարան խոստացած են եւ այլն։ Ասիգա անդրագաշարք չէ։ Հարցին վերաբերյալ վարչապետին դիտարկումներ, որ մեր պետության պատմությունը ցույց տված է, թե սագավաբեդական բարեգործությունը ոչ մեկ լավ բանի կբերե։ Եվ ադոր պետք է լա նաև համապատասխան արձագանք։ Այդ բարեգործություն գոչվածը կողծվածին ընդամենը փոքր մասն է, իսկ պետության խնդիրը պետք է լա հարգերեն խուսափիլն ու թալանը թույլ չդալը։ Հիմա ասում են բանակի համար էս են կարել։ Բանակից հոսանք չգողանայիք բանակի հոսանքը։ Ասում են երեխեքին բան ենք անում, պայուսակ ենք անցած տարի էր, չէ՞, սեպտեմբեր։ Դպրոցների վրա ավել հոսանքի փող են գնում, ասում են այդ ավել հոսանքի փողից իրանց գեներացիաց շահույթի 5%-ից բանի դուրս գրած պայուսակներ են առնում, ասում են երեխեքին բարեգործություն են անում։ Ժողովրդի հետ կիսվելու մենակ մի ձև կա, դա պետական եւ համանքային միջոցներն են, որովհետեւ դա է ժողովրդի գրպանը։ Այսինքն դա ել չեմ ասում բանը, ես ցնցված եմ։ Հետևյալ, որովհետև լուրերով նայում եմ Արարատ ցեմենտի շուրջ տեղի ունեցող գործընթացները, լուրերով նայում եմ վերևից կադրեր են ցույց տալիս Արարատ ցեմենտ գործարանի։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Այդ 21-րդ դարի գործարան, հա։ Դա ավարա ընդամենը, թալանի օբյեկտ է։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Միլիարդներ են աշխատել, միլիարդներ են տարել։ Փանագի մեջ խաղաղ պայմաններու, սպանություններու եւ զոհերու հարցին անդրադառնալով Փաշինյանը նշեց, թե անցամբ ինքսինք մեղավոր կհամարե, քանի որ դակավին չեն գրծած լուծումները գտնել, բայց խնդիրները ըստ անոր խորքային են։ Ինքնասպանությունները փանագի մեջ գլխավորապես 3 պատճառներով են։ Պատճառներից մեկը խաղադրույթներ կատարել, պարտքերի տակ ընկնել եւ պարտքը չկարողանալ փակել։ Մենք դե յուրե միջոցներ ենք ձեռնարկել, որ նաև արգելվի ծառայության մեջ գտնվողներին, բայց այդ համակարգը դեր ներդրման մեջ է։ Երկրորդ մասը ըստ վարչապետին ընտանեկան կամ անձնական խնդիրներն են քաղաքացիական կյանքի մեջ։ Երրորդը կապված է մի շատ կոնկրետ իրավիճակի հետ։
մարտական բանում դիրքում հերթապահության, քո ժամապահության ընթացքում քնելը, դու դիրքը պահում ես, մյուսները հանգստանում են, քնում են։ Եթե դիրքապահը քնելա, շագմա վտանգի տակ է դրել մյուսների կյանքը եւ ով որ արձանագրվում է որ դիրքի ժամանակ քնելա, իր նկատմամբ զինվորները դա քրեական ենթամշակութ է այս դեպքում անվտանգային ինչ որ գերճնշում է, արհամարանքի եւ մեկուսացման են ենթարկում եւ դիրքից իջնելուց հետո տեղի ունենում որոշակի բան մեկուսացում, կղզիացում եւ այլն հոգեբանական ճնշում եւ այլն եւ այսպես շարունակ Ասիգա է բաժարը, որ կառավարությունը ծրագիրներ կմշակե քրեական ենթամշակույթին թեմ պայքարելու, դպրոցներում մեջ երեխաներուն մարմնական ու հոգեբանական պատրաստվածությունը բարձրացնելու համար։ Ադրբեջանի մեջ բահվող գերիներուն առողջական վիճակին, անոնց կյանքին սպառնացող վտանգին վերաբերյալ հարցին վարչապետը արձագանքեց։ Մեր պետական ինստիտուտները ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի նախ տեղեկատվությունը ճշտեն, որտեղ հնարավոր է աջակցություն ցուցաբերել եւ ելի ուզում եմ պատասխանատու ձևով ասել, որ մշտական ռեժիմով աշխատանք է տարվում այդ խնդիրը լուծելու համար եւ մեր փորձը նախկին ցույց է տվել, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ որ արվում է լուր կոնֆիդենցիալ եւ հիմա էլ այդ լուր կոնֆիդենցիալ աշխատանքը արվում է։ Ջեբազրույցի ավարտին Նիկոլ Փաշինյանը դեղեկացուց, որ վարչապետի մամլոք Արդուղարի Բաշտոնին կնշանակվի Մելանիա Հարությունյանը, Նազելի Բաղդասարյանը կորձունեությունը պիտի շարունակե ազգային ժողովեն ներս։ Հայաստանը կշարունակե գրավիչ մնալ զբոսաշրջիկներուն համար մասնակիցներուն քննադատմամբ այս համար աշխուժեն թե օտարերկրյա թե ներքին զբոսաշրջային հոսքերը, սակայն ենթակառույցներու եւ ծառայություններու որակին առնչվող խնդիրները դակավին լուծման կարիք ունին։ Ամռան ամիսներուն մայրաքաղաքի փողոցներուն վրա զբոսաշրջիկներու ներկայությունը առավել նկատելի է։ Հայաստանի մասին խոսելու ադեն անոնց քննադատականները գլխավորապես թրական են։ Այսօր մեր առաջին օրն է, զբոսավարի հետ ենք, շատ հետաքրքրական է։ Ջարդարապետությունը շատ գեղեցիկ է, մարդիկ շատ հյուրընկալ են։ Ես քոհեմ ու հիացած, մեկ շաբաթ ունենք Հայաստանի բոլոր դեսարժան վայրերը ծրագրած ենք այցելել։ Ընկերներ եւ բարեկամներ ունենք Հայաստանին, հետաքրքրված էինք այս երկրով։ Հունգարիային եկած ենք, նոր հասած ենք, կուզենք շրջիլ Երևանը, տեսնել Սևանալիճն ու լեռները։ Աշխատանքային այցելությամբ կգտնվենք Հայաստանի մեջ, համաժողովի կմասնակցենք։ Հայաստան այցելելը միշտ եղած է իմ երազանքս, որովհետև եղած եմ Թիֆլիսի մեջ եւ ադիգա իմ տեսած ամենեն գեղեցիկ վայրերեն մեկն էր։ Անհամբեր եմ բացահայտելու նաեւ Հայաստանը։ Գեղեցիկ մշակույթ ու ջարդարապետություն ունիք, մարդիկ ու տեսներն ու քինին հիանալի են։ Թե օտարերկրացիները, թե դեղացիները այս տարիալ Հայաստանի մեջ ճամփորդելու առումով բավական աշխուժ են, նշած են զբոսաշրջական ընկերութեն։ Օտարերկրացիների համար առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում Սևան, Դիլիջան, Գառնի Գեղարդ, Տաթև, Նորավանք խորվիրապողությունները, որոնցով որ Հայաստանը հայտնի է աշխարհին։ Տեղացիների համար ուղղությունները գրեթե նույնն են, բայց կան նաև ավելի այլ ուղղություններ, որոնք նախընտրում են, օրինակ դիմաց լեռը այս շրջանում թրջկանի ջրվեժը եւ մի շարք այլ ուղղություններ, որոնք որ վերջին տարիներին են բավականին մեծ հետաքրքրություն առաջացնում։ Գլխավորապես զբոսաշրջիկները կբարձրացային են ենթակառույցներու, դեղվույն վրա մատուցվող ծառայություններու որակին առնչվող խնդիրները, նշած է մասնակետը։ Կարևոր է, որպեսզի օտարերկրացին, ով որ այցելում է նման վայրեր, ստանա բավականին լավ փորձառություն այս մասով, որը կօգնի նաև տվյալ տարածաշրջանի ընդհանուր զբոսաշրջային ներուժի զարգացմանը։ Զբոսաշրջիկները նաև մեծ ուշադրություն են դարձնում տարածքի պահպանմանը, դրա մաքրությանը։ Մասնակետը նաև նշած է, դարվեդարի խնդիրները կշտկվին։ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կմեծնա, սակայն 90%-ն ավելին անհատական այցելություններ են, նշած է զբոսաշրջության հայկական դաշնության նախագահը, հավելելով, որ պետք է զարգացնել գազམ་ակերպված զբոսաշրջությունը։ Գազམ་ակերպված զբոսաշրջությունն է, որ նպաստում է համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, նպաստում է ամբողջությամբ մեր մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը, հանրահռչակմանը, որպես այդ զբոսաշրջությունը բաշխված լինի հավասարաչափ ամբողջ Հայաստանով մեկ։ Աբրեսյանը նշած է, այսօր Երևանի հյուրանոցներում մեջ ժամանակ առ ժամանակ ազատ տեղ գտնել հնարավոր չլար։ Մեր խնդիրն է ապակենտրոնացնել դեպի մարզեր, դեպի սահմանամերձ, սահմանապահ համայնքներ, գյուղական բնակավայրեր,
Իսկ դա անում է կազմակերպված զբոսաշրջությունը ավելի արդյունավետ։ Միջոցառումներն ալ կբարձրացնեն Հայաստանի կրավչությունը։ Գամ փառատոններ, որոնց համար զբոսաշրջիկները հadoop կայցելեն մեր երկիր։ Օրինակ, հարաճիգային կսպասվի Նավասարդ հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը, որ այս տարի դեղի պիտի ունենա օգոստոս 10-11-ին Սիսիանի մեջ։ Աբրեսյանն ալ նկատել լվավ, որ ամառը աշխուժե ներքին զբոսաշրջության դեսանգյունեն, որուն կնպաստե ընկերային փաթեթներու արգայությունը։ Թեև սոց փաթեթը շատ քիչ տոկոս է կազմում, մի 10-15% է ընդհանուր ներքին туриզմի մեջ, բայց այդ ամբողջ ներքին туриզմի զարգացման համար շատ մեծ նշանակություն ունի։ Որտեվ բացի ամեն ինչից, եթե նույնիսկ դու սոց փաթեթի շահառուչ ես, այդ տեղեկատվական բազան, որ ես խորհուրդ եմ տալիս մեր հայրենակիցներին օգտվել դրանից, արդեն զգալիորեն օգնում է ներքին զբոսաշրջության զարգացմանը։ Թեև կտեսնենք, որ երկրի կրավչությունը կբարձրանա, ադիգա դակավին բավարար չէ ոլորտի զարգացման համար։ Պետք է կարողանանք մեղմել անհարկի գնաճը։ Պետք է կարողանանք կազմակերպված զբոսաշրջությունն ուժեղացնել։ Պետք է կարողանանք այնպես անել, որ մեր պատմամշակութային ժառանգությունը ուրեմն պահպանվի, զարգանա, պատշաճ ներկայացվի համաշխարհային շուկային։ Աբրեսյանը հիշեցուց, որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկած են, որ կնպաստի այս խնդիրներու լուծման, խոսքը ներքնա զբոսաշրջային փաթեթներու իրացման նկատմամբ ավելցված արժեքի հարգի զերոյական թրույքաչափ կիրառելու մասին է։ Նախագիծը ընկալվել է, ընդունվել է էկոնոմիկայի նախարարության կողմից, զբոսաշրջության կոմիտեի կողմից, նրանք այդ նախագիծը շրջանառել են։ Դաշնության նախագահը նշեց, պետք չէ նաև միջոցներ խնայել այս աշխուժ ու արդյունավետ շուկայավարման քաղաքականության համար։ Աշխատվան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։